Բարի լույս։ Սիրելիներ, ամեն ինչի մեջ Տեր Աստված կարգում է առաջնորդներ, որպեսզի առաջնորդները կարողանան իրենց ենթակա մարդկանց, խմբերին, ժողովրդին, ազգին ճիշտ հովվել, ճիշտ առաջնորդել, տանել այն ճանապարհներով, որ Տերը կամենում է։ Այդպես եղավ նույնիսկ 5 տակարանի մեջ Իսրայելի պատմության դեպքում, երբ Սավուղին թագավոր կարգեց։ Սակայն երբ Սավուղը շեղվեց ճանապարհից, այլևս Դավիթը եկավ թագավոր։ Եվ այսպես շարունակ, սիրելիներ։ Ուրեմն թագավորները, երբ Տիրոջ կամքով են ապրում, կարողանում են ճիշտ առաջնորդներ լինել։ Այդպես է նաև հովվական կյանքի մեջ, այդպես է նաև հոգևոր կյանքի մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս մի գեղեցիկ պատգամ է տալիս մեզ Հովանու ավետարանի 10-րդ գլխում, որը թերևս բոլորից շատ հայտնի է եւ բոլորից շատ ծանոթ է։ Ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիվ չէ եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ իմանում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում, քանզի վարձկանը եւ ոչխարների համար հոգ չի տանում։ Ես եմ բարի հովիվը, ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից։ Ինչպես հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ հորը եւ իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար։ Սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր մասին վկայում է ասելով, որ ինքն է բարի հովիվը, մնացածը այլևս վարձկաններ են։ Այո, այսօր մենք հովվի, բարի հովվին տեսնելու անհրաժեշտություն ունենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս անտեսանելիորեն շարունակում է հովվել մեզ, որպես բարի հովև շարունակում է իր հավատարմությունը ցույց տալ մեր նկատմամբ։ Բայց մարդը միշտ չէ, որ հետևում է իր հովվին։ Երբեմն այծերի նմանությամբ շեղում է իր ճանապարհը եւ փորձում է կեղծ հովիվներ գտնել։ Այսօր էլ մեր իրականության մեջ կեղծ հովիվներ շատ կան, վարձկաններ շատ կան, որոնք մոլորեցնում են ոչխարներին, որոնց ներկայությունը ոչխարին թվում է, որ պիտի ապահով վիճակ ստեղծի իր կյանքում, բայց երբ վտանգը առաջանում է, թողնում է իր ոչխարին եւ փախչում է։ Ուրեմն մեր կյանքի միակ բարի հովիվը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Օրվա խորհրդի շուրջ հարց եմ տալիս յուրաքանչյուր մեկիդ, այդ թվում նաև ինձ, որքանով ենք մենք տեսնում մեր ճշմարիտ հովվին, որքանով ենք կարողանում ենթարկվել, հետևել, վստահել այդ հովվին, իդեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Եթե տեսնում ենք, ճանաչում ենք, փառք Տիրոջը, նշանակում է, թե մենք հոդի մի մասն ենք կազմում։ Եթե ոչ, ուրեմն պետք է վերանայենք մեր ընթացքը։ Իդեպ, Տեր Հիսուս Քրիստոսի հոդը, փառախը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Եթե տեսնում ենք այն, ուրեմն փառախի մի մասն ենք։ Եթե ոչ, պիտի անդրադառնանք մեր կեցվածքին։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։